Ես քեզ չեմ կարողանալու ներենալա։ Անգամ չերազես լսում ես։ Իմացել ես, որ երեխես չկա։ Գիտես, որ ամենախոցելի կետն է իմ կյանքում ու որոշել ես թուլությունս իմ դեմ օգտագործել։ Ես գիտեմ հիմա դու ինչ վիճակում ես։ Դա կոչվում է Աստծո արդարադատություն։ Ու քեզ քիչ է այն, ինչ դու հիմա ապրում ես։ Ինձ քեզնից սակո ոչինչ հարկավոր չի, որովհետև ես սովոր չեմ օտարներից ակնկալիք ունենալ կամ օգնություն ընդունել, իսկ դու ինձ համար օտար ես։ Ես քեզ ատում եմ իմ ամբողջ սրտով։ Ինչ հեշտ է, չէ՞ մարդու կյանքը ավիրել, ամեն ինչ քանդել ու հետո ուղղակի ասել, որ սխալվել եմ։ Ինձ ոչինչ չի տալու են, որ դու հիմա ինչ-որ բան հասկացել ես։ Եթե իհարկե իրոք հասկացել ես ու սա հերթական ներկայացումը չի։ Դե դա քո ոճի մեջ է։ Ես իրոք եկել եմ, որ երեխուդ գտնենք։ Երեխուս մասին ընդհանրապես մի խոսի։ Երեխուս անունը մի տուր անգամ։ Երբ ինձ իրոք պետք էր, ես ամեն ինչ մի կողմ դրեցի, եկա քո տուն։ Այդ ժամանակ էր պետք ինձ օգնել, ոչ թե հիմա, երբ ամեն ինչ արդեն փչացրել ես։ Ես չգիտեմ, կյանքում մի օր կարող է քեզ ներեի ինձ ու կյանքս ոչնչացնելու համար։ Բայց չեմ կարող ներել, որ երեխուս կյանքն ես փչացնում արդեն։ Բայց ես ինձ բան չեմ արել, որ կխանգարեր քեզ ու երեխուդ։ Հերիք է սա քո, հերիք է։ Եկել ես վերքիս վրա աղ լցնելու։ Ես շատ լավ տեսնում եմ, որ նախկին հպարտ, սա քոյից ոչինչ չի մնացել, բայց ինձ համար այնքան մեկ է։ Եթե անգամ իմանամ, որ դու էլ չկաս, մեկա ոչինչ չեմ զգա բացի ատելությունից ու անտարբերությունից։ Դու ինձ համար գոյություն չունես։ Գնա ու մոռացի իմ մասին այնպես, ոնց մոռացել ես այս 10 տարվա ընթացքում։ Դու ինձ համար չկաս, դու ամենամեծ անեծքն ես իմ կյանքի։ Գնա ու ապրի այն կյանքը, որ Աստված քեզ ողորմացել է։ Գնա։ Ասում եմ գնա։ Սակո գնա, խնդրում եմ, գնա։ Ալո, վարի օր, Սաքոն Ադամյան, Սաքոն, օգնությանդ կարիքն ունեմ, հարմարա մի 2 րոպե խոսենք։
Քնել էիր, մտածեցի ծածկեմ չեմ ասես։ Երկար եմ քնել։ Բայց ես պետք չի։ Որ հիվանդացար, տղես ավտանգվելու իսկ տենց չի կարելի։ Դու հանգիստ քնի, մենք մի քանի րոպեից կհասնենք։ Ալո, Ոնց ես։ լավ եմ Լիլ, դու։ Լավ եմ, չես պատկերացնի այնքան բան եմ պատվիրել Պուճուրի համար։ Լիլ, բայց մենք նոր ենք իմացել երեխու մասին, նույնիսկ սեռը չգիտենք։ Հա ինչ կապ ունի, ես մորքուրի պարտականություններին շատ լուրջ եմ վերաբերվում։ Քո դեպքում զարմանալի չի։ Վայ այնքան սիրուն բաներ եմ պատվիրել, չես պատկերացնի, չեմ համբերում թե երբ ծնվելու։ Լիլ, իսկ դու Միքոին ասել ես։ Համ Միքոին, համ Հայկին, համ էլ պապայիդ։ Ու ոնց են արձագանքել։ Վայ Սոնա ջան, նորմալ պետքա նայեն։ Աղջիկ ես ամուսնացած մի օր հաղյանալու ես, չէ։ Լիլ, ուզում ես թեման ցրես։ Ես գիտեմ, որ պապան մտադիր էր ինձ տուն տաներ։ Դե բա որ գիտես ինչ ես էլ հարցնում։ Կարող է պապայիդ հետ խոսես։ Բայց ինչ խոսամ։ Հիվանդանոցում ունեցած մեր խոսակցությունից հետո հասկանում եմ, որ անիմաստ է իր հետ ինչ-որ բան քննարկելու։ Սոն, ախր պապայիդ էլ է պետքա հասկանաս։ Իրականում ձեր մեծ ընտանիքից մենակ դու պապատ եք մնացել։ Նորմալ է, բնական այդ մարդու վախերը, որ չի ուզում իր տան անդամներից վերջին մարդուն էլ կորցնի։ Այնպես է, որ ինքը ինչ էլ աներ, միևնույն է արդարացում լինելու էր, բայց ինձ թվում է արդեն ոչինչ էլ չի ուզում անի։ Ճիշտ ես։ Ես հանուն իմ երջանկության պապայս մենակ թողեցի, բայց ինչ էլ որ լիներ, պետքա ես մի ելք գտնեի։ Վայ ինչ ես նենց խոսում, իբր ամեն ինչ ավարտվել է, ոչ մի հարցի լուծում չես գտնելու, ամեն ինչ կկարգավորվի, մի մտածի։ Ո՞վ է քեզ խանգարում, որ այդ ելքը գտնես։ Մտածում ես հույս կա։ Սոնա, եթե նույն իրավիճակը քո ու քո բալիկի հետ լիներ, ինչ հույս չէր լինելու։ Լիլի, ես քեզ շատ եմ սիրում։ Գիտեմ, դες ուրիշ եմ էլի։ Ճիշտ ես։ Հորքուր, նորություն կա երախոց։ Նարե պարտադիր էր հորդ մոտ իմ երեխու կորելու մասին խոսել։ Ինչ-որ բան է եղել։ Նարե, ես քեզ արգելում եմ հորդ իմ մասին ինչ-որ տեղեկություն տալ։ Եթե իհարկե քո նպատակն ինձ վնասելը չի։ Հայկի հետ էիր։ Ինչ իմացար։ Մենք ուղղակի Չէ, չեմ ասում, որ բացատրություններ տաս, ավելի լավ է գնա հանգստացի, բայց խնդրում եմ ինձ էլ հարցեր չտաս, որովհետև չեմ ուզում ոչ ոքի հետ խոսել։ Մամ ինձ կոֆե կտաս։ հիմա։ Ինչ է եղել։ Պապան էլի չկա։ Ոնց չկա։ Վրամ էլ նյարդերս չեն հերիքում։ Հենց սկսում եմ մտածել, որ վիճակը դեպի լավն է գնում։ Ահա, էլի կորել է, զանգերիս է չի պատասխանում։ Եկավ։ Խնդրեմ։
Ինչ ա եղել Անիկ։ Պապ ջան, ուր էիր։ Մաման զանգում էր, չէիր պատասխանում։ Գործեր ունեի, հեռախոսն էլ անջատել էի։ Ինչ գործեր։ Անիկ։ Այդ արմոյից նորություն չկա վրան։ Չէ։ Բա հետո։ Հետո դու մի անհանգստացի, ես ինչ պետքա կանեմ։ Կարող ա վաղը օֆիս գաս հետս։ Չէ, վաղը ես գործեր ունեմ։ Բարի գիշեր։ Հենց շատ տարօրինակ է իրան բանը։ Պահ։ Մենակ չասես, որ այս տարիքիդ նոր սկսել ես խանդել։ Կատակ ես անում, բայց իսկապես տարօրինակ է։ Չգիտեմ, շատ տարօրինակ է։ Իրան նման չի։ Ման, բայց ոնց որ հին պապան լիներ, գիտես։ Կարող է իրոք ամեն ինչ նորմալ է իր մոտ, ուղղակի մեր աչքն ա ահավոր վախեցած։ Չգիտեմ, եթե նույնիսկ մեզ թվում է թե լավ է, ես դրան է չեմ հավատում։ Գիտես, ամբողջ օրը մտածել եմ, տեսնես ով է լինելու ինքը։ Ու՞։ Գիտես, ամբողջ կյանքում վախեցել եմ աղջիկ ունենալու մտքից։ Լուրջ Հայկ։ Դու միշտ adekvat մարդու տպավորություն ես թողել ու ես երբեք չեմ մտածել, որ քո համար տարբերություն կա։ Դե այդ կորցնելու վախի մասին եմ խոսում, ոչ թե այն ինչի, որ դու մտածում ես։ Գիտես, ուղղակի պահ է գալիս, որ այլ արդեն ուժ չունես կորցնելու, ունեցածդ կիսելու։ Հա, կարող է հետամնաց բաներ եմ խոսում, բայց մի օր գալու է, չէ՞, պահ, որ աղջիկդ պիտի քո տնից դուրս գա։ Այդ նույն տրամաբանությամբ տղետը մի օր կարա քո տնից դուրս գա։ Չէ, դե տղունը ուրիշ է մի քիչ։ Լավ, ես արդեն անհամբեր եմ, արի բացենք։ Տղա, յա։ Տղա, յա։ Հա։
Լավ է, երեխին հյուրը չի ծնվել, արդեն ամուսնացնում ենք։ Կուզես դու բացես։ Ինչ եղավ։ Հələ զարկը տուր։ Դերում ես ոնց է խփում։ Էս տղես ասենց խփում։ Հա, բա ով է։ Այսքան ուժեղ։ Գիտես ինքը երբեք սենց ակտիվ չի եղել։ Այսօր երևի զգում ա դու ով ես։ Դրա համար ուրախացել եմ։ Մեր երեխան երջանիկ կլինի, չէ՞։ Երջանիկ կլինի, որովհետև ես ու դու հանում իր երջանկության շատ բաներ ենք զոհում։ Հիմա ծնող դառնալու ճանապարհին եմ հասկանում, թե ինչի են ծնողները առաջնահերթությունը տալիս երեխուն։ Մենք էլ ենք հիմա նույն բանը անում։ Սպասում էի։ Ոնց եք։ Լավ ենք։ Մեկ-մեկ հավատս չի գալիս, բայց ամբողջ օրը բերանից չի փակվում։ Ինձից անկախ ժպտում եմ։ Ու շատ ճիշտ ես անում։ Գիտես ինչ եմ ուզում։ Ինչ։ Ուզում եմ, որ քո նման սիրուն աչքերով աղջիկ ծնվի։ Որում քո նստանում արի պարկ ենք։ Բայց դու ճիշտ հղիչ ես, Սոնա։ Ինչի։ Որովհետև սիրտդ ոչ մի տարօրինակ բան չի ուզում։ Դու սպասի, ես դեռ սկիզբն եմ։ Որում ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Լուրջ ես ասում տղայա։ Հա, ախպերես։ Մենք էլ ենք երեք իմացել։ Շնորհավոր ախպերես։ Ապրես։ Քեզ էլ շնորհավոր հոպար ջան։ Գիտես ոնց եմ երես տալու, ախպերություն եմ անելու հետը։ Հայկո բա երեխու պահը ոնց եք որոշելու։ Այսինքն։ Դե այսինքն որտեղ եմ մնալու։ Արշի Նարեի մոտ։ Ադամյանների տանը։ Նիկո, Ադամյանների տանը չէ։ Երեխան կմնա իր մոր մոտ։
Այսինքն պետքա թույլտվություն հարցնես Ադամյաններից, որ երեխուդ տենաս։ Աղբերս դու արի կլինի այդ հարցով մի անհանգստացի։ Որովհետև համ Նարեն երեխուն կբերի ստեղ, համ էլ ես երբ ուզեմ կգնամ ու իմ երեխուն կտեսնեմ։ Այդքան բան։ Իսկ կարող է քարը փեշիցը թափես ու Նարեի հետ։ Չէ, չի կարող։ Ու այդ մենակ իմ որոշումը չի։ Կարոտել է իրար այդ կոֆե խմելը, պապ։ Ռամ, ամբողջ գիշեր չեմ քնել, մտածել եմ այդ լակոտի մասին։ Ասում եմ կարող է Նարեն իմանա որտեղ կարա լինի։ Նարեն ոնց պիտի իմանա։ Չգիտեմ։ Դե կխոսեմ հետը, բայց չեմ ուզում իրան այս թեմային խառնեմ։ Չէ, Ռամ, իհարկե պետք չի խառնել։ Բայց ամեն դեպքում հարցրու, կարող է իմանա։ Եթե չէ, ուրեմն Նարեն կարա դիմի ոստիկանություն, դիմում տա, որ ասի ամուսինս կորել է։ Ունողելի ես դու Նարը։ Քեզ չպետք է իրան հիշեցնող ինչ-որ բան լինի։ Այս թղթերը Ներսիսյանին կփոխանցել։ Մի րոպե կսպասեք, խնդրում եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես երեխայիս գործով եմ եկել նորություն իմանալու։ Ասեք, որ ինչ-որ լավ լուր ունեք, նորություն կա, չէ, գտել եք։ Ցավոք սրտի դեռ նորություն չունենք, բայց մի անհանգստացեք, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Չեք գտել։ Դա այդքան էլ հեշտ չէ, ինչպես դուք եք պատկերացնում։ Բայց մեր ոստիկանները գիտեն իրենց անելիքը, այնպես որ հանգիստ եղեք։ Լավ, շնորհակալ եմ։ Հաջողություն։ Համարն այս պահին անհասանելի է։ Հավաքած համարն այս պահին անհասանելի է։
Սվռոմն ինչքան է զանգել։ Ալո, Վրամ։ ո՞նց ես Նարեմ։ Լավ, շնորհակալ եմ։ Նարեմ, մի բան եմ ուզում քեզ հարցնեմ, բայց չգիտեմ ինչքանով է ճիշտ որ քեզ ես հարցնեմ խառնում։ Հա, ասել եմ ում։ Արմոյից տեղեկություն ունես կամ կարող է հետդ կապի դուրս եկած լինի։ Չէ, գաղափար անգամ չունեմ, թե որտեղ կլինի։ Արմեն ես փնտրում։ Դեռ չեք գտել։ Ինչ ա եղել։ Վրամ, ես գիտեմ, որ դու Արմոյին ես փնտրում, որովհետև ես լսել եմ քո ու պապայի խոսակցությունը։ Հետո Սոնոն էլ է ասել։ Արմոն էլ հաստատ հենց այնպես ուղղակի չէր անհետանա, պարզա որ մի վատություն է արել։ Ինչ ա եղել։ Ուղղակի ես մտածում եի արդեն գտած պիտի լինեիք։ Չէ, չենք գտել Նարեմ։ Լավ, եթե միամիտ հետդ կապի դուրս գա ինձ կասես, եղավ։ Լավ։ Ինչ անեմ։ Ոնց գտնեմ քեզ։ Վրամ ուր ես գնում։ Պիտի Արմոյին գտնեմ Սոնա։ Բայց գիտես որտեղ ես փնտրելու։ Մի հատ տեղ կար, գտել էի։ Կգնամ այնտեղ Սոնա, ոնց էլ չլինի հետ կգա կամ էլ իրանից մի հետ թողած կլինի։ Վրամ, բայց վտանգավոր է։ Ես վախենում եմ։ Որ պիտի Արմոյից էլ վախենանք, դե ասա գնամ մեռնեմ էլի Սոնա։ Արմոն, որ այդքան տղամարդկություն ունենար, մի քիչ նորմալ մարդ լիներ, կգար իր հարցերը տղավարի կլուծեր, ոչ թե մեր մեջքի հետևում խաղեր կխաղար։ Հենց որ անհանգստանալու բան չկա։ Ավելի լավ արի գնանք էլի։ Ինչի։ Դու չէիր ասում չես ուզում տուն գնաս։ Ինձ թվում աստեղ ավելի հանգիստ կլինի։ Արմո։ Չհասկացա։ Մեր տեղը ոնց իմացավ։ Ես եմ խորոին ասա որ քեզ տեղ բերի։ Ոնց մտքովս չէր անցել։
Ալո, Վրամ, ես ոնց որ թե գիտեմ որտեղ է Արմոն։ որտեղ է։ Մի անգամ խորիկը ինձ մի հատ տուն էր տարել։ Արմոն այդ տանտեղը գիտի, հետո Հայկ եկավ ինձ վերցրեց այդտեղից։ Իսկ թվում է հիմա այդտեղ է Արմոն։ Հենց հիմա հասցեն գդի ուղարկին արե շուտ։ Հա, հենց հիմա ուղարկում եմ։ Մենակ թե հասցնեմ։ Լավ էլ ինչի անջատվեց։ Ուղարկի։ Համարն այս պահին անհասանելի է։ Այ նարե։ Բարև Սակո։ Բարև։ Եկել եմ այդ խոսելու։ Այս խոսակցությունը իմ ու քո համար շատ կարևոր է։ Ու լիքը բան կփոխի։ Քայլենք։ Աստված իմ ինչ է լինելու։ Համարն այս պահին անհասանելի է։ Այ նարե։ Հա, հաստատես էր։ Հա, ախպերես, ամեն ինչ շատ լավ է։ Հեսա բան եմ պատվիրել ուտեմ ու դուրս գամ։ Գումարել հաշվի համարիդ նստած եմ։ Այն մի բանն էլ ավել, այդ որպես շնորհակալություն։ Փաստորեն այսօրվանից Աշոտ Հարությունյան։ Էս էլ առաքում է։ Նարը։